Ողջույն, Գործարարալիքի եթերում վերադարձող Capital հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօրվա մեր հյուրն է Գերա Ավակյան։ Ողջույն Գերա ջան։ Բարև ձեզ։ Դուք եկել եք Ռուսաստանից։ Այո։ Մեզ ասեք, երբ եք եկել ու ինչի համար։ 2018 թվականին ես եկել եմ Մոսկվայից Երևան, որպեսզի ընդունվեմ բժշկական համալսարան, Հիրացի անվան, եւ իմ մեծ նպատակը դա դառնալ բժիշկ, ու արդեն վերջացրել եմ 2024 թվականին, ու արդեն ռեզիդենտ եմ։ Պիտի գնայիք իմեջարուս, պետք է հետ վերադառնալ։ Հա, պետք է հետ վերադառնալ, հա, Մոսկվա, միջև այդ ամենը ինչ որ կատարվել է Ռուսաստանում, հանդիպեցի արդեն իմ ամուսնուս ու դες որոշեցինք, հա, ու որոշեցինք, որ մեր կյանքը պետք է ստեղծենք ու ստեղ մնանք, ու ինձ թվում է շատ լավ բան ենք մենք արել։ Դա իհարկե շատ լավ բան է։ Մի անգամից մի հոգի չի հայրենադարձում, երկու հոգի։ Հա։ Ինքն էլ էր ուզում հետ գնալ, բայց մնաց։ Հա, մենք երկուսով ուզում ենք հետ վերադառնանք, այնտեղ ընդունվենք արդեն արտինատուրա, ուսումը այնտեղ շարունակենք, բայց նեն ստացվավ, որ Ռուսաստանում սենց լավ բաներ չեղան, սենց ասած, ու որոշեցինք, որ արդեն մեր ապագան մենք պետք է ստեղծենք արդեն Երևանում, ու մի փոքր մտածելով, որտեղ պետք է ընդունվեմ, իմ մասնագիտությունը, որը պետք է 6 տարուց ընտրեմ, հասկացա, որ ես ուզում եմ մանկաբույժ դառնալ եւ ընդունվեցի հենց ռեզիդենտուրա մանկաբույժական թեկումով, ու այսօրվա պահին ես արդեն առաջի կուրսը վերջացնում եմ, մի 3 ամսից ես արդեն երկրորդ կուրս եմ դառնալու։ Շատ գոհ եմ ու շատ լավ եմ արել, որ հենց մանկաբուժությունն եմ ընտրել, այլ ոչ թե ինչ որ ուրիշ մասնագիտություն, ու նեն ստացվա, որ իմ ամուսինն էլ չընտրեց արդեն բժշկությունը, գնաց այլ ոլորտի մեջ, ու բայց համալսարանում եք ծանոթացել։ Հա, մենք ծանոթացել ենք, հա, ես առաջի կուրս էի, ինքը երրորդ կուրս իմ հիշելով։ Ինքը ստեղի հայ է։ Չէ, ինքը հայել չի, տենց ասենք, ինքը եզդի է, բայց եկել է հայրենադարձել է, չէ՞։ Հա, ինքը հայրենադարձել է, ինքը հայրենա սովորել, հա։ Մենք 0-ից 2-ով հայրենը սովորել ենք, ես լավ հիշում եմ, որ ես եկել եմ հետ, ես շատ բառեր չէի հասկանում եւ չէի կարողանում այսպես խոսել, ընդհանրապես չէի կարող կարդալ, գրել ու շատերի նման։ Հա, շատերի նման։ Շատ հայրենադարձների նման։ Հա, ու տենց ոնց որ ընդունվա ոչ թե հայկական սեկտոր, որ մենք ունենք 3 սեկտոր։ Ես ընդունվեցի հենց ռուսական սեկտոր, այն մտքով, որ ես պետքա հետ գնամ, ու ինքն էլ ընդեղ էր։ Ու տենց մենք ոնց որ հանդիպեցինք, ու արդեն կարելի ասել 6-րդ տարին, որ իրար հետ ենք։ Ինչ լավ է։ Իսկ այդ խոսքը գիտեք, չէ՞, ամեն ճարիքի մեջ բարիք կա, երևի այդ Ռուսաստանի անգայուն վիճակը ցեզ որոշումը 100%-ային արեց, որ դուք ստեղ մնաք ուսումից հետո։ Թե չէ գնում էիք 100%։ Հա, մենք հաստատ գնում էինք, շատ հետաքրքիր մի բան եղավ, երբ որ մենք փետրվարի 23-ին 22-ին իմ աղբոր հարսանիքներ, եւ մենք 23-ի Մոսկվայում 23-ի գիշերը մենք գալիս ենք արդեն երկուսով հետ, ու մենք եկանք տուն, արդեն զարթնեցինք, առավոտվա 6-ն էր, որ մենք հետ վերադարձանք։ Հելնում ենք առավոտյան եւ իմ ամուսինը բացում է իր հեռախոսը ու ասում է, սկսել է պատերազմը Ռուսաստանում, ու մենք հասկացանք այդ պահից, որ մենք արդեն հետ չենք գնա։ Վերևից հուշեցին, որ պետք է։ Ու դա ամենահետաքրքիրն էր, որ մենք հանգիստ եկանք, ոնց որ վերադարձանք, ինքնաթիռը իջավ, ու մի քանի ժամից այդ նորությունը, որը որ մեր համար պրոստը մի հատ հենց կայծակ էր, потому что մենք մեր ապագան ուզում ենք հենց այդտեղ տեսնել։ Ձեր ծնողքը ընդեղ մնաց։ Հա, մեր երկուսից ծնողներն էլ ընդեղ են, իմ մաման, պապան, եղբայրս հարսիս հետ եւ իմ ամուսնուս ընտանիքն էլ ընդեղ։ Ողջունեցին ձեր քայլը, որ ստեղ մնաք։ Հա։ Ասացին լավ է, որ ընդեղ եք, ստեղից հերու եւ այլն։ Հա, իրանք поддержка տվեցին մեզ։ Կաչալերեցին, որ ստեղ մնաք, ու իրենք հույս ունեն, որ մի օր հետ կվերադառնաք, թե արդեն գոհ են, որ դուք հայրենիքում հաստատվում եք, ուզում եք առաջ գնալ։ Իրանք են ուզում գան ստեղ։ Այսինքն ձեր շնորհիվ ուրիշ մարդ էլ է գալու ստեղ, մեզ համար էսա նպատակը մեր հաղորդման,
շատ ողջունելի է այս ամեն ինչը, բայց իհարկե համալսարան ես գնում շատ գեղեցիկ է, ընկերներ, հանգիստ միջավայր, սովորում ես, բայց հետո որ վերջանում համալսարանը մտնում ես կորձի, մտնում ես կյանքի, ինչն են առաջին մինուսները, որ հանդիպեցիք ու սկսակ մտածել, որ վայ ճիշտ եմ արել, որ ստեղ եմ մնացել, կային դենց բաներ, իհարկե ամեն երկիր գնալուց կլինի, բայց ուզում ենք հայկականը նայենք, որ ոնց է հաղթահարում հայրենադարձը։ Նախ առաջինը 6 տարի ես սովորել եմ իմ նման երեխեքի հետ, ովքեր որ ռուսախոս էին, ովքեր որ նույն մենտալիտետով մարդիկ էին, եւ մենք չենք բախվում ինչ որ մի խնդիրի հետ ոչ մեկս, սաղը իրար լավ հասկանում ենք։ Աշխատակվայրում եք ասում։ Չէ, դա միջև աշխատանք, բայց երբ որ արդեն ես ընդունվեցի ռեզիդենտուրա, նախ առաջինը ես այդքան էլ լավ հայերեն չգիտեի, ու բախվեցի առաջինը դա լեզվի հետ։ То есть լեզվի հետ խնդիր էր, որ ես չէի կարողանում իմ ոնց որ բժիշկին, ով իմ հետ խոսում է, լիարժեք հասկանալ ճիշտ։ Այդ մեկ երկրորդը գրել, երրորդը կարդալ, ու նույնիսկ երբ որ դու էպիկրիզ ես գրում, չգիտեմ, այնտեղ թերթիկներ, որոնք որ պետքա ճիշտ գրված լինեն, ես դա էլ չէի կարող գրեի, ու շատ լավ եղավ, որ մեր ոնց որ հիվանդանոցում, Վիգմորում ոչ մեկ ինձ ոչ մի բան չի ասել, այլ կողքից կանգնած են եղել ու ասել են մենք քեզ կօգնենք, ու այդ առաջի լեզվային բարիերը ես կարողացա 3 ամսվա մեջ հաղթահարել, սովորել։ Երկրորդը խնդիրը դա մենտալիտետներ, որ շատ ժամանակ ինչ որ հետաքրքիր բաներ էին ասում, չգիտեմ, խնդալու, ես չէի կարողանում հասկանալ, потому что ես այդ չէի ծիծաղում։ Հա, չէի ծիծաղում ու սա ինձ նայում էին, ասում են, բայց չես հասկանում, հա։ Ես ասում եմ, բայց ես չեմ հասկանում այն առումով, որ ես չեմ ապրել ստեղ երկար տարի, որ հասկանամ, 18 տարի, որ Ռուսաստանում ես, 6 տարվա մեջ չես կարող էլի ընկալես այդ ամեն ինչը։ Ու իհարկե դա ծնողների հետ շփումը, երեխեքի հետ աշխատելը, որ մենք 7-ից 8 անգամ հերթապահում ենք, ամեն ինչը դժվար է, բայց ամեն ինչը հաղթահարելի է, երբ որ դու քո մասնագիտությունը սիրում ես, ու մեր մոտ նենց միջավայր է, որ ոչ մեկ քեզ չի պարտադրում այդ ամենը անել, այլ քո կողքին սաղ բժիշկները կանգնած, ասում են մենք քեզ կօգնենք։ Որոնք դրական բաների հանդիպեցաք, ավելի քան բացասական։ Հա, ու դրա համար ես շատ գոհ ու շնորհակալ եմ դրա համար, որ կողքից կային մարդիկ։ Օգնում են, որ արժևի։ Բայց ամենայն թեպս ես մեր հյուրերի հետ կապված ես միշտ կարող եմ ասել, որ Ռուսաստանից եկողները, ես շատ մարդիկ կան, որ հուշում են, որ Ռուսաստանից են հրավիրեն ես հաղորդման, Ռուսաստանից եկողները շատ ավելի դժվար են հայերեն սովորում, քան օրինակ Ֆրանսիայից կամ նույնիսկ Չիլեից, որ մենք հյուր ենք ունեցել, որինքը 3 տարում գադարյալ հայերեն էր խոսում։ Էդել այդ բաժարը ելնա, որ իրենք կարողանում են ռուսերենով իրենց հարցերը լուծել բոլոր ժողովրդի հետ։ Դրա համար ալարում են, կամ դժվարանում են, կամ կարող է ասեմ, որ պետք չկա, մեկը հասկանում են մարդիկ, ու շատ հյուրեր կա, որ չեմ կարողանում հրավիրել, որովհետև իրենք հայերեն չգիտեն։ Բայց դուք հաղթահարել եք այդ բարիերը, լավ սովորել եք, այսինքն երկրում, որ հայերեն է խոսում, շատ ավելի հեշտ է հայերեն սովորելը, քան այսօր Մոսկվա նստած օրինակ համագարկչով։ Ու դա հեշտ է, ճիշտ է, քրելը ծեր մոտ պետք է քրել գարթալել իմանայիք, որով բժշկական ոլորտում էիք, բայց ամենայն թեպս ավելի հեշտ է ծեր համար, քան Ֆրանսիայի համար։ Դրա համար բոլոր այդ մյուս հայերը Ռուսաստանից չեկող շատ արագ հայերենը ստիպված սովորում են, այո։ Իսկ դուք եկաք ստեղ ուղղակի կորձի ընդունվեցիք, բանից հետո համալսարանից հետո, թե կամ կորձի քաղաքապարներ ունեիք, դուք անձնական կորձ անելու, չանելու, ինչ էր ծեր ծրագիրը համալսարանից հետո։ Մեր ծրագիրը, որ մենք ստեղծել ենք, մենակ ես չէի, այլ 3 հոգի իմ հետ։ Պրոյեկտ է, այսինքն նոր բիզնես պրոյեկտ ունեք։ Հա, հենց այդ բիզնես պրոյեկտը ինքը կոչվում է Gitguru, ինքը ասիստենտ է կամ տենց ճակերտները բացենք, ասենք, օգնողա ծնողների համար, որպեսզի իրանք կարողանան ճիշտ կիրառել երեխայի հիվանդությունները, սիմպտոմները, կարողանան մուտք անեն, տեսնեն ինչ խորհուրդներ կարելի է ճիշտ, հա, on-line դա ծրագիր է։ Այսինքն մտնում է մայրը, ուզում է երեխու հետ ինչ անի, այսինքն։ Ինքը երեխային գրանցում է,
Հետո եւ դրանից հետո ինքը տեսնում է իր առաջի edge-ը, որտեղ որ ինքը տեսնում է պերցենտիլները, դա ճիշտ ոնց որ երեխայի զարգացման փուլերը, կառավարելն է, երբ որ պերցենտիլները ինքը քաշն է, հասակն է, դա առաջինն է։ Խորհուրդ եք տալիս այնտեղ։ Այսինքն գրանցումը գումարով է։ Չէ, ինքը անվճար է, հա։ Մենք արդեն երկրորդ, երրորդ շաբաթը, որ նոր սկսել ենք արդեն ոնց որ ասած զապուսկ անենք եւ արդեն 200-ից հետևորդներ ավել ունենք ու գրանցվող խորհուրդ եք տալիս այնտեղ։ Հետո մենակ ոչ թե խորհուրդներ է, այլ նույնիսկ այնտեղ կան թեստային համակարգ, որը որ քեզ թույլ է տալիս երեխայի զարգացումը նույնիսկ ճիշտ կիրառել, սիմպտոմները, որը որ մայրը կարա կամ հայրը, ծնողներից մեկը նշի եւ էդի սախ մնում է ծրագրի մեջ եւ նույնիսկ պատվաստումները, նույնիսկ բժշկի մոտ գնում ես, notification-ներ են իրանք գալու քեզ հետ, ինքը по факту ասիստենտ է քո համար, то есть ինչքան դու մուտք անես այդտեղ երեխայի դվյալներ, ինչքան ավելի լավ արդյունքներ կստանաս։ Այդքան շատ ինքը քեզ իսկ երեխան նորմալ երեխա էլ գարա, չէ, ոչ թե հիվանդություն ունեցող կամ ինչ-որ թերություններ ունեցող, չէ, ամեն նորմալ երեխա գարա մտնի, գրանցվի ու սկսի այնտեղ մայրը հետևել երեխայի զարգացման, հա։ Ամեն ինչը ինքը առաջնահերթին ոնց ասած ոչ քրոնիկ հիվանդ երեխայի համար է ստեղծված, բայց հիմիկվադրությամբ մեր ծրագիրը գնում է դեպի քրոնիկ հիվանդ երեխաների համար, потому что մենք հասկացել ենք, որ իրանց հետևելը, իրանց սիմպտոմները, իրանց բուժումը եւ այլը ինքը պետքա ճիշտ կիրառվի։ Դրա համար մենք հիմիկվադրությամբ Սաթինիկ Արտուրովնայի հետ ենք աշխատում, ինքը մունկովիսցիդոզի ոնց որ մուրացանում գլխավորն է եւ մենք հունիսի 4-ին մեր MVP ծրագիրը, որը որ մունկովիսցիդոզի երեխաների համար ուղարկել էինք հենց Իտալիա, Միլան, կներեք Միլան էր ուղարկվել ու Tele Health-ը մեզ արդեն տալիս է ֆիդբեքներ, որ իրանց էդի դուր է գալիս, որ իրանք կուզենային ոչ թե միայն երեխեքի համար, այլ մեծահասակների համար էլ, դրա համար մեր ծրագիրը դեպի քրոնիկ հիվանդ երեխաների համար էլ է ստեղծվելու։ Այսինքն գա այդ գողմադանում գա այդ սովորական երեխա համար։ Ես ինչու եմ ուզում խորանալ մի քիչ, որովհետև սիրում եմ, որ հայը թրսից եկել է, ոչ հայրենաթարցության մասին միայն խոսանք ու ինքը ասի, որ ինչ լավ է ապրում այստեղ, նաև ավելացնում է ինչ որ մի բան, որ չի եղել Հայաստանում, ոնց որ դուք փոքր լինի, մեծ լինի ծրագիրը, կարևոր չի։ Կարևորը որ ինչ որ մի խաղապար թնում է սեղանի վրա ու սկսում է աշխատել Հայաստանում։ Ու դուք հիմա ստեղծել եք մի edge, որը հիմա ծնողները կարան մտնեն ու նայեն ու գոհ մնան հետո։ Իսկ այնտեղ ունեք ծառայություններ վճարովի կամ ինչպես է գնում էջի զարգացումը, օրինակ մեկ հատ օրինակ տվեք, որ երեխան քրոնիկ հիվանդ է ու ինչա գնում զարգացումը այնտեղ, ոնց է օգտվում ծնողքը։ Հա, մենք նոր ենք մտածում այդ քրոնիկ հիվանդ երեխաների մասին ու շատ մեծ տոկոսով ինքը կլինի ավելի շուտ վճարովի, քանի որ ինքը ասենց մեծ объемով ինֆորմացիա լինելու։ Վերցնենք մունկովիսցիդոզը, то есть ցիստիկ ֆիբրոզը, որ տենց վերցնենք, ինքը իր մեջ կիրառելու է 4 հետաքրքիր ոնց որ 4 կոմպոնենտներ, հա։ Առաջինը դա երեխայի ինգոլյացիաներն են, որոնք որ պետք է կիրառեն մայրիկները ու չմոռանան։ Երկրորդը դա երեխայի կրիոնը տենց ասած օգտագործել է եւ այլ վիտամինները։ Երրորդը դա ճիշտ կալորիաժը, то есть ինչքան պետք է երեխաները այդ մունկովիսցիդոզով ընդունեն գրամներով ճարպերը եւ այլ բջանք։ Արդեն հա 5-րդը դա կլինի իր պերցենտիլները, то есть երեխայի BMI զարգացումը ֆիզիկական, որը որ մենք կարող ենք հետևել ու конечно же խորհուրդները, որոնք որ տրվելու են ծնողներին եւ սիմպտոմները, որոնք որ կիրառվելու են, то есть նորմալ երեխայի մոտ այդ սիմպտոմները չպետք է լինեն, բայց մունկովիսցիդոզով հիվանդ երեխաների համար կան սիմպտոմներ, որոնք որ red flag են կոչվում ու այդ ժամանակ պետք է անպայման մեր ծրագիրը հետեւյալ ձևով իրանց հուշի, որ պետքա դուք գնաք արդեն ձեր մանկաբույժի մոտ, ով որ զբաղվում է ցիստիկ ֆիբրոզով ու մի հատ
մտածեք ինչ պետք է հետեւյալ ձևով կիրառեք այդ ամենը ու ինքը լինում է արդեն ասիստենտ, то есть ինքը ճիշտ քեզ խորհուրդներ է տալիս, ասում է երբ դիմեր, երբ չդիմեր, երբ դու պետք է այդ կրիոնը խմես, երբ չխմես ու եւ այլն։ Ամեն 3 ամիսը մեկ պետք է անպայման ծնողը գնա սենց ասած սատինի կարտուրովնայի մոտ, որպեսզի ինքը այդ կրիոնի դոզաները, վիտամինների դոզաները ճիշտ կիրառի։ То есть по факту այդ երեխաները, ովքեր որ քրոնիկ հիվանդ են, իրանք պաստայանը պետք է լինեն հսկողության տակ ու մենք որպես ծրագիր իրանց կօգնենք մանավանդ բժիշկներին, потому что այնքան հիվանդներ կան, որ ամեն մեկին դու չես կարա հիշես, ինչքան ինքը ընդունել է, ինչքան ինքը ֆիզիկորեն BMA-ը ունեցել եւ այլն։ Բայց երբ մի հատ հարց, եթե քրոնիկ հիվանդով երեխա ունի, մարդ ունի նաեւ իր բժիշկը, չի կարա դենց օդի մեջ մնա, բայց ինչու պետք է մտնի գայք եւ բժիշկը, կարող բժիշկն ասի որ ուրիշ դեր եթե պետք է խորհուրդներ տան քեզ, ես քեզ ինչի եմ տալիս խորհուրդ, այդ փախումը չի լինում բժիշկի եւ ծեր էջի հետ, երբ ցեզանից օգտվում ու երբ գնում բժիշկին, բժիշկը կարող է ասի օրինակ 2 օրը մեկ պետք է վերցնես, ծեր մոտ կարող է ասեք 5 օրը մեկ, չգիտեմ այնտեղ չկա փախում։ Այնտեղ փախում չկա, այն առումով, որ հիմիկվադրությամբ telehealth-ը ինքը մեծ ասոցիացիա է ցիստիկ ֆիբրոզով երեխաների համար ու ինչի ենք մենք իրանց հետ աշխատում, որպեսզի իրանք մեզ հուշեն, որպես բժիշկ, որպես ասենց ասած կանդիդատներ, մեդիցինսկի խնայող, որ իրանք ասեն ինչ պետքա մենք տեսնենք որպես բժիշկներ ձեր ծրագրի մեջ, որպեսզի մեզ ինքը օգնող լինի։ Ես ոնց որ չեմ կարա դա անեմ, ես իրանց լսում եմ, հասկանում եմ ինչ պետքա մենք կիրառենք, որպեսզի այդ ծրագիրը լինի օգնող իրանց համար։ Շատ լավ, շատ լավ։ Այսինքն մի քայլ առաջ մարդիկ նստած են դուն, իրենք օգտվում են ծառայությունից, որը ստեղծել է ինչ որ հայրենադարձ, շատ ողջունելի է։ Իսկ ձեր ընտանեկան կյանքում ստեղ ինչն է թրագանը։ Հիմա թրագանը կորձի մեջ տեսնում եմ, թե ընդունվել եք բժշկական հաստատություն, թե բիզնես կաղապարները կիրառում, ձեր ընտանեկան կյանքի մեջ ինչն է փոխվել, ձեր ստեղի կյանքը, եթե համեմատեք Մոսկվայի կյանքին, ավելի լավ է, անկախ պատերազմից, ինչն է փլյուսը Հայաստան ապրելու։ Փլյուսը, որ դու կարաս պրոստը հելնես դուրս ու չմտածես, որ քո այդ ինչ-որ բան կլինի։ Ինչ հարցնում ենք հայրենադարձին նույն պատասխանն են տալիս։ Потому что երբ որ դու ապրում ես 18 տարի Ռուսաստանում եւ այնտեղ ամեն ինչ ավարտում ես, մի քիչ ուրիշ այնտեղ մենտալիտետ, այնտեղ ավելի սառն են։ Ես որ նոր եմ եկել Ռուսաստանից, իմ համար բառը ջան, կյանք, չգիտեմ տենց բառեր, իմ համար ինչի ես պետք է անծանոթ մարդուն տենց բառեր ասեմ, հա։ Վախենալու էր ու ես մի տարի չէի կարող հասկանալ ոնց դա կարելի է անծանոթ մարդուն ասել ու ինչ չէին հասկանում, потому что բավականին սառը մարդ է ու ես էլ էի տենց։ Բայց տարիներ անց ես հասկացա, որ ստեղ ավելի ջերմ են, ավելի քեզ կարան մոտենան, օգնեն, դու կարաս մոտենաս լյուբոյ մարդու մոտ, ու ինչ որ հարց տաս, իրանք քեզ այդ հարցին կպատասխանեն ու ջերմ, եւ նույնիսկ դաժե երեխաների հանդեպ, որը որ ես տեսնում եմ Երևանում միայն, այլ ոչ թե Ռուսաստանում, դաժե ինքնաթիռում, երբ որ ես մի 3 շաբաթ առաջ Ռուսաստան էի գնացել, Մոսկվա, ինքնաթիռում եղել է մի հատ սիտուացիա, երբ որ ես նստած էի ռուսների հետ, մեր հետևում նստած էր մայր, իր 2 երեխաների հետ։ Հայ մայր։ Հա, ու իր երեխաները սկսել են գոռալ, չգիտեմ, նու անհանգիստ էին շատ, ու դա իհարկե նորմալ էր, հա։ Ու մի հատ ռուս տղամարդ հելավ ու այդ ծնողի վրա գոռաց, ասեց դու ինչ ես անում, ու իմ համար դա նորմալություն էր արդեն, ու ես պրոստը իրան իհարկե ռուսերեն պատասխանեցի, գիտեի որ այդ կինը ռուսերեն չէր կարող խոսեր, ես պրոստը իրան ասացի, խնդրում եմ գնացեք նստեք ձեր տեղը, սա ձեր երեխաները չեք, որ դուք ինչ որ բան եք խոսում։ Իրենց անձնական հանգիստը չպետք է խանգարես։ Հա, աշխարհում եկալ դենց արևմուտքում էլ է դենց որ չպետք է խանգարես ոչ ոքի, պիտի թողես իրենք ջղայնանում են թեկուս երեխուց, թեկուս ամենափոքր խնդրանքից կամ մի բան որ պիտի գիսվի ուրիշի հետ չի ուզում, ինքն է առանցին պետք է ապրի ու չի խանգարի։ Իրանք sense դամբա են ստեղծում ու չեն թողում որ դու
ոնց որ դաժե խոսաս, то есть այդ։ Դա հաջելի չի կյանքի մեջ, այսինքն կարող է ասի, որ մեկը տան ես առանցին եմ, ոչ ոքին չի խանգարի, բայց գիսֆիլը նաև լավ բան է, մարդուց այդ ուրախությունը գիսֆիլը, տխրությունը նաև գիսֆիլը, այստեղ որ մի բան պատահում շուտով տեսնում ես հարևանը գալիս է, ընկերները բոլոր մոդենում են, թողում են իրենց գործերը, էդել է կյանքի հաջող, այսինքն միայն փող աշխատելը չի կյանքում, այդ էլ մենք ենք նկատել, ես էլ տարիներ ապրել եմ Եվրոպայում ու դա ենք սիրում մենք ու այսօր պատկերացնում եք դուք հետ գնաք ունդեղ ապրեք Ռուսաստան ես մի շաբաթով գնացել եմ հետ ու կարամ ասեմ որ այն Ռուսաստանը որը որ իմ մտքում կար որտեղ որ ես ապրել եմ հիմա այդ Ռուսաստանը չի ու նույնիսկ բացասականն էր բայց մի քիչ հա ինքը շատ նման է արդեն այն գրքին որ գրել է Ջորջ Օրվելը շատ է նման то есть իմ համար դա անտիուտոպիա էր երբ որ ես գնացել էի ու տեսել էի պրոստը պլակատներ իմ համար դա իմ Մոսկվան չէր փոխվել է 6 տարվա մեջ հա մետրոն որ ես մտնում էի իմ համար вообще լիքն են ժողովուրդը իմ հիշելով հիմա դատարկություն ու սենց սաղ իրանց գործերով շատ է փոխվել իսկ Գերա ջան դուք հիմա չեք էլ նեղվում որ օրինակ հնարավորություն ունեիք նույնիսկ գայքեչը բանալու ընդեղ ինձ փոխանակ 200 հոգի ասեիք որ մտել են ասեիք օրինակ 20000 հոգի որովհետև այդքան է դարբերությունը մեր ժողովրդին ընդեղի 2000 հոգի է մտել մի քիչ ավելի փող եք աշխատում ավելի շուտով ծավալվում եք հզոր մեծ երկիր է աշխարհի ամենամեծ երկիրն է չի նեղացնում չէ որ դուք փոքր երկիր եք եկել ու կարող եք հնարավորություն ունեք նույնիսկ այսօր գնալ հետ չի նեղացնում вообще չի նեղացնում այսինքն կարևորը արժեքներն են կարևորը այո էլի աշխատում եք փող կարողանաք ապրել ստեղ դուն չգիտեմ կյանք, ռեստորան, հետաքա ընտանիքի աճ եւ այլն, հստեղ էլ կարող եք անել, ընդեղի մեծ փողերը ցես չեն Այնտեղ հարցը փողը չի, այլ այնա որ քեզ կտան այդտեղ լիարժեք քո ծրագիրը դարձնել այն ինչ որ դու ուզում ես, կբախվես լիքը խնդիրների հետ ու կարող է քեզ մի պա պրոստը սենց ստոպ տան ու ասեն, «Всё» Այնտեղ տենց կա տենց բան հա իհարկե մեծը կարող է փոքրին տենց իհարկե այնտեղ էթիկա ու դու լիքը ծանոթություններ պետք է ունենաս դու պրոստը պետք է թիկունք ունենաս որ այնտեղ կարողանաս ապրես թեկուզ քաղաքական առումով հա օ այսինքն աջեցնես մի բան հետո կան ասեն որ գիտես այդ պետք է արդեն մեծ դաս իհարկե Էդի իհարկե տենց ասախ դաժե ես մի հատ դեզ ասեմ սենց երբ որ ես Վիգմոր ընդունվեցի ես թեստ է հանձնում եւ ես լավ հիշում եմ ես 50 հարցից հասկացել եմ միայն կարող է 30-ը потому что ես չէի հասկանում ու ես ինքնուրույն ընդունվեցի տեղ ու ինքնուրույն կարողացա ամեն ինչը իհարկե բժիշկների շնորհիվ ամեն ինչին հասնել ու ոչ մեկ քեզ վերևից գլխից չէր խփի ու ասեր մի հատ դավայ հանգստացիր հա այստեղ դու հանգիստ քո ճանապարհով կարողանում ես ստեղծել ամեն ինչը ու քեզ ոչ մեկ չի ասի նյետ դա ուրախություն է ցելամը հա իսկ գայքի անունը մոռացանք ասենք Kitguru kitguru.com yes շատ լավ իսկ ընտանիքը ոնց է այցելում ացես այստեղ հիմա դուք ամուսնացած եք արդեն գալիս են ցես դեսնելու թե հագարակն եք անում ավելի շատ են սկսել գալ ես ասեմ 4 տարվա մեջ առաջի անգամ եմ գնացել Մոսկվա ու հետ եկել իրանք շատ են գալիս например մաման կարա առանցին գա papan հետո գա ու մոտիկա մեքենայով գալիս գնում են մեզ մոտ մնում են ու մենք շատ է դրանով ուրախանում ենք գողմնել է գալիս գնում հա դրանից ավելի լավ բան չի բայց ես գախնիկ տամ որ ավելի շատ կան եւ որ թոր ունենան արդեն չեն գնա հետ միանշանակ ես շատ փորձառություն ունենք այս առումով արդեն դուք դե ասեք որ հետ գնացեք նո այնա խնդիրը որ ես աղբերել ունեմ որ Մոսկվայում է ինքն էր ամուսնացած ու իմ մաման ասում է մի 3 ամիս քո մոտ կապրեմ 3 ամիս իր մոտ կապրեմ ու տես կգնամ այդ հաստատ կլինի մի օր որովհետեւ իրենք էլ այդ են սպասում վստահ հատկապես որ հայրենիքում է այդ ամեն ինչը բադահում շատ ավելի հաճելի է հաստատ իրենք էլ եթե 90-ականներուն դժվար չլիներ այնտեղ չէին գնա հաստատ իրանք է դրա համար էլ գնացել են բոլորն էլ
ու նաև ծեր նման շատեր կան գիտեք ես երկու ուղղություն կա որ շատ եմ քաչալերում մեկը դա մարդիկ որ թոշակարու են արևմուտքում որ կարող են գալ ստեղ Հայաստան 6 ամիս տեղաբրել իրենց թոշակով 6 ամիս տեղաբրել թեկուս ընտանիքը չի ուզում տեղափոխվի դա լավ հայրենադարձություն մեկ էլ շատ ավելի քաչալերում եմ Ռուսաստանից որովհետև շատ ավելի հեշտ է Ռուսաստանի հայը գալիս որովհետև նախ ունի արմատներ ստեղ 90% 90-ականներուն գնացած է ուր բարեկամներ ունի իր միջավայրը լեզուն իրեն դժվար չի եւ այլն այս երկու ուղղությունները շատ կարեւոր է դուք ծեր նմաններին գերային նմաններին Ռուսաստան շատ կա չեմ ասում միայն Մոսկվա դարբեր քաղաքներ Ռոստովից բռնած մինչեւ Սոչի ինչ է խորհուրդ տալիս գերան եկել հայերեն լավ չգիտեր ու չգիտեր ինչ պիտի անի ստեղ հիմա արդեն հայերեն խոսում է իր բժշկական հաստատության մեջ աշխատում է ու իր անձնական խաղապարներն էլ գիրառում է on-line ինչ է խորհուրդ տալիս մարդկանց մարդը որ կուզենա սենց ասեմ ինքը ամեն ինչին էլ կհասնի ես մի բան հասկացա իմ վրա եմ վերցնում որ հեշտ է լեզու սովորել հեշտ է ամեն ինչ անել ոչ մի ինչ որ տենց մոստ չկա էլի որ քեզ սենց փագի ու ասի վсё սա քո գլխի մեջ է որ ուզում ես կհասնես ու դրամատրությունը այդքան լավ է որ ինչքան լավ է դրամատրությունը ինչքան թռներ են բացվում դա միանշանակ ցանկում ոչ միայն բիզնեսում դենցա բայց դուք որ դրամատրությունը ինչու լավ լինի երբ որ ցանկը սիրում եք եթե դուք ցանկը սիրում եք Հայաստանում ընդեղից է սկսում երեգոյան երբ որ լավ եք արավոդը նոր խաղապարներ են ծնվում այդ միանշանակ ու ամոր գալիս է թրսից ստեղ ու Ռուսաստանից որ հիմա ավելի սահմանափակ է ասում եք ավելի դժվար է ու կա ստեղ ու իր դրամատրությունը բարձր լինի խաղապարները ծնվում են ցանկը դառնում է ավելի հաճելի որ արևը ստեղ շատ է քանց թե Մոսկվայում արդեն լավ է դա էլ երկրորդ բաժաններից մեկն է որ իսկապես ազդում է մարդկանց վրան այդ ամենօրյա մռայլ եղանակը ու այդ մռայլությունն է որ ընդեղի ժողովուրդը որ ասում եք սառնա ընդեղից է գալիս որը դենց բադահական չի որ մարդիկ սառնեն բոլոր ցանկերնին ուստեղ դալիս է այդ արևը 300 օր արևը ոնց որ կամ 250 չեմ հիշում Հայաստանում ու դա իսկապես ժպիտ է դալիս մեզ արավոտները ու գնում ենք մեր կորձերի հետևից ավելի լավ դրամատրությամբ ու ավելի հաջողվում է մեր բիզնեսը Գերաջան Աստված բացել է ծեր ճանապարհը համալսարանով եկել եք ստեղ գտել եք ծեր երկրորդ կեսին գտել եք կորձ ծեր երազները իրականացնում եք վստահ եմ շատ ուրիշ երազներ էլ ունեք թե ընտանեկան կետնի վրա թե բիզնես կետնի վրա դա Աստված որ բոլորը իրականանան հերթով կամաց ու մենք հաջորդ հանդիպման ունենանք շատ ավելի ուրիշ թեմաներ խոսալու Աստված ձեզ հետ Շնորհակալություն շատ Մինչ նոր հանդիպում Մերսի շատ Հաջողություն